ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, էլի դուք այդ ինչ եք կառավարել կամ այդ ինչ եք ստեղծել, որ այդքան կառավարչական հմտություններից եք խոսում։ Ես չեմ ասում եմ ենք անթերի ենք, բայց ձեզ որ լսես, այդ տպավորություն կլինի մարդը մի հատ այն միլիարդ դոլարնոց յունիկորն ֆիրմա եք հիմնադրել, Forbes-ն էլ ցավորը ձեր բիզնես հաջողությունների մասին է գրում։ Այդ դեր ցավը տանեմ 45-ը 15-ին մի 10 րոպե գումարում եք, որ տրոլեյբուսների քանակ ստանաք, վերջը հասկանաք ինչքան է։ Ասում եք Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետին չի վստահում, աշխատանքային խումբ է ստեղծում ու այդ աշխատանքային խմբի ղեկավարը գիտեք ով է։ Երևանի քաղաքապետը։ Ես վստահ եմ, որ չգիտեք, որտեղ որ գոնե իմանաք, դա չեք ասի։ Սա ձեր պատրաստվածության մակարդակն է, թե դուք ամիսը մեկ պետքա գաք մի հատ քննադատություն հնչեցնեք, ինչքան ժամանակ եք տրամադրում, պատրաստվելու մի հատ հասկանաք ինչ եք խոսում։ Այսինքն աշխատանքային խմբի ղեկավարին չվստահելու հիմքով ներողություն եմ խնդրում, պարոն քաղաքապետ։ Նշանակ, այսինքն չի վստահում, ստեղծում աշխատանքային խումբ ու չվստահված մարդը աշխատանքային խմբի ղեկավարն է։ Մարազմի աստիճանը պատկերացնում եք այս ասացի, էլի կներեք։ Կամ ասում եք Digitech-ի այսքան գումար եք տրամադրում, այնքան գումար, ես ուզում եմ երևանցիները լսեն, Աստված չանի մի օր, որ դուք եթե հանկարծ դառնաք իշխանություն, ձեր մտածողության մասշտաբը, այսինքն չպետք է վատա, որ մասնավոր ընկերության, մեծ գումարներ ունեցող ընկերության ներկայացուցիչներ գալի ասում են Digitech-ում ձեր տաղավարը Երևանի քաղաքապետարանի ամենալավներ կամ ամենալավերից էր, չէ, քանի հոգու գույքահար կա, տենց լավ չի, մատնաքաշով հաշվեք, ասեք քանի հոգու հացա, որ սենց ավելի սրտաճմլիկ լինի, էլ, այսինքն չպետք է քաղաքատեխնոլոգիական զարգացում ունենա, չպետք է ցույց տա, որ լուրջ առաջընթաց ունի, որ օրինակ աշխատաշուկայում ծրագրավորողը պատկերացնի, որ իր կարիերային աճը, իր հմտությունների կիրառման տեղը կարող օրինակ Երևանի քաղաքապետարանն լինի, անպայման չի գնա մասնավոր։ Այս մտածողության մասշտաբի մասին է, ժողովուրդ ջան, էսի քննադատության մասին չի, էս մեր ձախողումների մասին չի, էսի նրա մասին է, թե դուք ոնց եք մտածում քաղաքային բյուջեի, ինչի վրա է պետք ներդրում անել, ինչի վրա ներդրում պետք չի անել, այսինքն դուք որ հանկարծ էլի հիպոթետիկ գիտեմ, որ Աստված մեծ է, չի տենց վատություն մեզ չի անի, բայց եթե հանկարծ տենց բան լինի, դուք գալու եք բյուջեով սաղորը ինչ-որ մեկի գույքահարկի պարտք է երևի, մարեք, ասեք, տեսեք մենք ինչ լավն ենք, ձեր պարտքը մարեցինք, են ով էլ վճարում է, հարիվ է երևի, որ վճարում է, դու էլ մի վճարի, քոնն էլ փագենք, դենանք տենց ուր ենք ասնում։ Պարոն Սուքիասյան, խայտառակ եղաք այս համայնքում, խայտառակ եղաք, այ ընտրություններում պարտվել է, անգամ պարտվել է, երբ որ դու իշխանություն չես ձևավորում, դա խայտառակ լինել չի։ Դա խայտառակ լինել չի, ժողովրդիդ քվեի հետ առերեսվել է, դրանից հետևություններ անել է, դա խայտառակ լինել չի, դա հասուն քաղաքական ուժ պետքա լինես, որ դրա հետ առերեսվես, հասկանաս ինչն է սխալ արել, որ մյուս անգամ ավելի շատ ձայն հավաքես, չնայած պարոն Գալջյանը շատ արդար ասեց, որ լավ խոսալուց մի քիչ մարտեղ պետքա ունենա, դուք էլ եք այդ ընտրություններին մասնակցել, մեր քաղաքական ուժն էլ է, ձեր ձայների քանակը, մեր ձայների քանակը նայեք, այդ ելակետը պետքա հաշվի առնես, չէ՞ խոսալուց։ Էլ չեմ ասում, որ նաև քաղաքական հասունությունն է, որ ասում եք ընդդիմադիրների ճնշում եւ այլ։ Մի հատ ձեզ օրինակ բերեմ։ Այո, ընդդիմադիր շատ գործընկերներ ունենք տարբեր համայնքներում, որ ԿՊ-ի ներկայացուցիչ չեն։ Ասենք տեսել եք, որ այդ համայնքներին, ասենք դե սուբվենցիա չենք տրամադրում։ Ֆորմալ տեսանկյունից կառավարությունը պարտավոր չի, չէ՞ տրամադրի, կարծի չեմ տրամադրում, շատ բարի, ընտրվել եք, դե աշխատեք։ Չի արվել այդպես, բանսել անկախ նրանից ով է համայնքի ղեկավար, ԿՊ ներկայացուցիչը, ԿՊ ներկայացուցիչ չի, սուբվենցիայի չափը ընդհանուր արդար ըստ ծրագրերի տրամադրվում է։ Ու իդեպ երբ որ ընդդիմադիր համայնքի ղեկավարն էլ վարչապետին դիմավորում է աշխատանքը ներկայացնում է, սարքում եք այդ մարդուն թիրախ, ասում այ ձեր ցավը տանեմ, փողը կառավարությունը տվել է, եկել է տենա ինչի վրա է ծածում, գնացել եմ ներկայացնեմ, որ էլիտա, էլի ժողովրդի համար բան եմ, այ դու դավաճան վարչապետի ձեռը սեղմել ամոթ այ ձեր ցավը տանել, տես չեք կարա ոչ քաղաք, տես մի հատ պուճուրիկ համայնք չեք կարա կառավարեք, ուր մնաց Երևան քաղաքը մի հատ էլ մեծ եք խմբակ ասում, հերիք է, էլի չափ կա։